Ողջույն, այսօր ձեզ եմ ներկայացնելու մի քանի խորհուրդներ Հիպոկրատից։ Շատ մարդիկ սովորություն ունեն հաճախ խոսել իրենց առողջական խնդիրների մասին։ Երբ մենք հանդիպում ենք ընկերներին կամ հարազատներին, երբեմն սկսում ենք պատմել մեր ցավերի, հիվանդությունների կամ վատ ինքնազգացողության մասին։ Ոմանց համար սա դարձել է սովորական խոսակցության թեմա, սակայն հին ժամանակներից շատ իմաստուններ խորհուրդ են տվել զգույշ լինել այդ հարցում։ Հին հույն հայտնի բժիշկ Հիպոկրատը, ում հաճախ անվանել են բժշկության հայր, մեծ ուշադրություն էր դարձնում ոչ միայն մարդու մարմնին, այլ նաև նրա մտածելակերպին և խոսքին։ Նրա ուսմունքներում հաճախ նշվում էր, որ մարդու մտքերը և խոսքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ նրա ինքնազգացողության վրա։ Հիպոկրատի գաղափարներից մեկը այն էր, որ մարդը չպետք է անընդհատ կենտրոնանա իր հիվանդությունների վրա։ Երբ մարդը հաճախ խոսում է իր ցավերի կամ խնդիրների մասին, նա կարծես կրկին ու կրկին հիշեցնում է այդ դժվարությունների մասին ոչ միայն ուրիշներին, այլ նաև ինքն իրեն։ Այդպիսի ուշադրությունը կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա և երբեմն նույնիսկ ուժեղացնել անհանգստությունը։ Շատ հոգեբաններ նույնպես նշում են, որ մարդու մտածելակերպը մեծ ազդեցություն ունի նրա ինքնազգացողության վրա։ Երբ մարդը մշտապես խոսում է իր հիվանդությունների մասին, նա կարող է սկսել ավելի շատ կենտրոնանալ հենց այդ խնդիրների վրա։ Ժամանակի ընթացքում դա կարող է ստեղծել բացասական տրամադրություն և ավելի ծանր դարձնել իրավիճակը։ Բացի այդ, ոչ բոլոր մարդիկ են նույն կերպ արձագանքում նման խոսակցություններին։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր իսկապես կարող են կարեկցել և աջակցել, սակայն կան նաև մարդիկ, ովքեր կարող են պարզապես լսել հետաքրքրությունից դրդված կամ նույնիսկ անտարբեր մնալ։ Այդ պատճառով շատ իմաստուններ խորհուրդ են տվել սեփական հիվանդությունները չդարձնել մշտական քննարկման թեմա։ Հիպոկրատը կարծում էր, որ ավելի օգտակար է կենտրոնանալ առողջության պահպանման վրա։ Նա կարևորում էր ճիշտ սնունդը, մաքուր օդը, շարժումը և հանգիստը։ Նրա կարծիքով առողջ ապրելակերպը կարող է մեծ դեր ունենալ մարդու ընդհանուր վիճակի բարելավման մեջ։ Մեկ այլ կարևոր գաղափար ևս այն էր, որ մարդու խոսքերը կարող են ազդել նրա մտածելակերպի վրա։ Երբ մարդը հաճախ ասում է, որ իրեն վատ է զգում կամ մշտապես հիշում է իր հիվանդությունների մասին, նա կարող է ավելի շատ ընկնել տխրության կամ անհանգստության մեջ։ Իսկ երբ մարդը փորձում է մտածել առողջության, ուժի և ապաքինման մասին, նրա տրամադրությունը նույնպես բարձրանում է։ Սա իհարկե չի նշանակում, որ մարդը պետք է ամբողջությամբ լռի իր առողջության մասին։ Երբ մարդը հիվանդ է կամ ունի խնդիրներ, շատ կարևոր է խորհրդակցել բժիշկների հետ և ստանալ ճիշտ բուժում։ Երբեմն նաև օգտակար է խոսել վստահելի մարդկանց հետ, ովքեր կարող են աջակցել և հասկանալ մեզ։ Սակայն տարբերությունն այն է, որ առողջական խնդիրները չպետք է դառնան մշտական խոսակցությունների թեմա բոլորի համար։ Ավելի լավ է պահպանել ներքին հավասարակշռություն և կենտրոնանալ այն բաների վրա, որոնք կարող են օգնել առողջանալ և ուժեղ զգալ։ Հիպոկրատի ուսմունքներում հաճախ նշվում էր նաև, որ մարդու մարմինը և միտքը փոխկապակցված են։ Երբ մարդը հանգիստ է, հավասարակշռված և դրական մտածելակերպ ունի, դա կարող է օգնել նաև նրա օրգանիզմին։ Այդ պատճառով շատ մարդիկ փորձում են ուշադրություն դարձնել ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլ նաև հոգեկան վիճակին։ Հանգիստ զբոսանքները, ճիշտ սնունդը, լավ քունը և դրական միջավայրը կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդու ինքնազգացողության վրա։ Վերջ ի վերջո ամենակարևորն այն է, որ մարդը հոգ տանի իր առողջության մասին և չկենտրոնանա միայն խնդիրների վրա։ Երբ մենք փորձում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին, դրական մտքերին և ներքին հանգստությանը, մեր կյանքը կարող է դառնալ ավելի հավասարակշռված։ Վերջում կուզենայի կիսվել նաև իմ կարծիքով։ Կարծում եմ, որ առողջության մասին պետք է հոգ տանել առաջին հերթին ինքներս մեզ համար։ Իհարկե, երբ մարդը հիվանդ է, շատ կարևոր է դիմել բժշկի և անհրաժեշտության դեպքում խոսել մտերիմ մարդկանց հետ։ Սակայն մշտապես բոլորին պատմել սեփական հիվանդությունների մասին միշտ չէ, որ օգտակար է։ Երբ մենք շատ ենք կենտրոնանում հիվանդությունների վրա, երբեմն մոռանում ենք ուշադրություն դարձնել այն բաներին, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ զգալ մեզ։ Օրինակ, առողջ ապրելակերպը, հանգիստը, դրական մտածելակերպը։ Այդ պատճառով, իմ կարծիքով ավելի ճիշտ է պահպանել հավասարակշռություն, հոգ տանել առողջության մասին, բայց չդարձնել հիվանդությունները մեր կյանքի գլխավոր թեման։ Հիշել
Նշենք, որ մարդու մտածելակերպը և վերաբերմունքը մեծ ազդեցություն ունեն նրա կյանքի վրա։ Երբ փորձում ենք ավելի շատ մտածել առողջության, ուժի և ապաքինման մասին, մեր կյանքը նույնպես կարող է դառնալ ավելի խաղաղ և հավասարակշռված։ Եթե ձեզ հետաքրքիր են նման թեմաները և ցանկանում եք լսել ավելի շատ հետաքրքիր պատմություններ և խորհուրդներ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել հավանել նշանը և կիսվել տեսանյութով ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն դիտելու համար։ Ձեզ առողջություն եմ ցանկանում։